Ես կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն եմ։ Այսօր մենք մի քիչ կխոսենք, թե ինչպես երաժշտությունը կարող է փոխել ձեզ, կարող է թեթևացնել ձեր հոգսերը, կարող է պարզապես երջանկացնել ձեզ։ Պարոն Մարտիրոսյան, բարի գալուստ։ Ձեր ամենասիրելի գիրքը։ This is your brain in music, ձեր ուղեղը երաժշտության մեջ։ Ամենասիրելի ֆիլմը։ Hitch կոչվում է, ռուսերեն Սաբլազնիցել։ Կյանքի ամենավառ հիշողությունը։ Չիկ Կորեայի այցելությունը Հայաստան եւ իմ ստեղծագործությունը իմ նվագախմբի հետ նվագելը։ Արվեստի որ ստեղծագործությունն է թողել ամենամեծ տպավորությունը։ Երևի Ստրավինսկի Վեսնասվիշենն է, որ ուսանող տարիներին շատ մեծ երևի դա, բայց շատ են, չեմ կարող ասել։ Բնավորության ամենախանգարող գիծը։ Մի դեպքում խանգարում է, մյուս դեպքերում օգնում է, դա իմ շատ չափից ավել էմոցիոնալ լինելն է։ Իսկ ստեղծագործելու ամենամեծ խթանը։ Նույնն է։ Ինչն է ձեզ այսօր առավել անհանգստացնում։ Հայ մշակութային անդադ նվազեցման այդ գործընթացը ցավ է պատճառում։ Աֆրիկա թե Անտարկտիդա։ Աֆրիկա, բայց լավ կոնդիցիաներով։ Շարունակեք միտքը, խնդրում եմ։ Երաժշտությունը դա Առաջին հերթին լեզու է, կապեր հաստատելու հոգիների միջև մի լեզու է, մի գործիք է։ Շատերը բացի հայերենից ուրիշ լեզու էլ գիտեք, չէ՞։ Եվ զգում եք բավարարվածություն, որ դուք ոնց որ երկու անգամ մարդ եք։ Քանի լեզու գիտես, այդքան անգամ մարդ ես։ Երաժշտությունը նույնպես լեզու է։ Ինքը իր մեջ նույնպես պարունակում է զանազան բարբառներ, դիալեկտներ եւ այլն, մենք ասում ենք ժանրեր, ամեն տարածաշրջան իր լեզուն ունի, իր երանգներ եւ այլ եւ այլ։ Երաժշտության միջոցով մարդը ցանկացել է այս կյանքի դժվարություններից փախչել, երջանկանալ, այսինքն պոզիտիվ զգացում։ Մենք ասում ենք, վախ, ես ինչ լավ երաժշտություն է, մարմինս փշակաղվեց։ Կարող է քո մարմինը փշակաղվել, ասենք, չգիտեմ, տոլմայից։ Նիչեն ասել է երաժշտությունը искусство это полурелигия։ Երաժշտությունը հոգևոր սնունդ չէ։ Բայց այդ Նիչեի տարբերակը շատ եմ հավանում, կես ճանապարհն է դեպի հոգևոր։ Այսինքն, ի սկզբանե այդ ցանկությունը մեր ձգտումը դեպի բարին մեզ բերել է, ուրեմն սովորեցրել է ստեղծել հնչյուններ։ Այնպես որ ինչքան շատ մենք գիտենք, այնքան ավելի հարուստ է մեր հոգին։ Այնքան ավելի շատ են շանսերը, որ մենք ավելի հաճախ երջանիկ կլինենք, որովհետև երաժշտությունը ի սկզբանե մարդը չի ստեղծել որևէ տեսակի չարիք սփռելու, ինչ-որ մի բանի տիրանալու, բռնանալու ոչ, երաժշտությունը մարդը ստեղծել է, ինչպես է երգել է սկզբից, հետո սարքել է, սկսել հորինել, որ այդ նույն ձայնը վերարտադրի գործիքները, այսպես երաժշտական գործիքներն են ստեղծվել եւ այլ գնացել է, զարգացել, դարել է մի ձև է ընդունել։ Միշտ մարդու նպատակը եղել է բարին, շատ ուշադրեք, մենք հայտնել։ Ասեք ինչ երաժշտություն եք լսում, կասեմ ով եք դուք, սա այսպեսի չգրված օրենք է։ Ինչու է այդպես։ Հենց այդ պատճառով, որովհետև ինքը երաժշտության ընկալումը դա մեր հոգու հայելին է, արտացոլում։ Ինձ միշտ լրագրողները հարցրել, փորձել են սրել, սիրում են, չէ՞, լրագրողները սուր անկյուններ, բան, կռվացներ, բան։ Անընդհատ հարցեր են սուր տվել։ Ես էլ
պաշտպանել եմ մեր ռաբիս գոլեգաներին, որովհետև երաժշտությունը, ինչ որ մենք լսում ենք, դա մենք ենք։ Այդ երաժիշտը մեղք չունի, սիրելիներ։ Եթե իր ստեղծած արժեքները շատ ավելի անհետաքրքիր են համաշխարհային մշակույթի, երաժշտական մշակույթի տեսանկյունից, դա ընդհանուր մեր մշակույթի հայ տեսակի ցիվիլիզացիայի ժամանակավոր, ես հավատում եմ դրան, անկման մասին է խոսում։ Ամեն մարդ իծնե պոտենցիալ ունի շատ մեծ դառնալ երաժիշտ։ Ընդամենը սա ժամանակի, աշխատանքի, բարենպաստ միջավայրի հարց է։ Ինձ մանուկ հասակում տատիկս տանում էր օպերաներ, բալետ, բավական այն ժամանակ շատ ակտիվ էր մեր մշակութային կյանքը, շատ ակտիվ էր։ Գալիս էին արտասահմանցի, ուրեմն երգիչներ, երգչուհիներ, պարողներ, դասական իհարկե։ Եվ ես անպայման այցելում էի, լինելով շատ փոքր։ Գալիս էի տուն, անմիջապես, առաջի բանը ինչ անում էի։ Երեխան, որ ինչ որ տեսնում է, հետո ուզում է ինքը նորից վերարտադրել, ճիշտ է թե չէ։ Կար գործիք, ես այսպես մատով նվագում, հետո տեսնում եմ ինչ որ հետաքրքիր հնչյուններ են ստացվում, հանգստացնող, ոգևորող, հետո ինչ որ բաներ նմանվում է այն բանին, ինչ որ լսել էի։ Այսպես գնաց։ Առաջի բանը, որ այստեղ պետք է անել, եթե իմ ձայնը տեղ հասնի, ես հուսամ կհասնի, ես պետք է պայքարեմ դրա համար, որ մեր բոլոր տեսակի ուսումնական հաստատությունները դպրոցներում մինիմալ քանակով տարական երաժշտական կուրսություն տալ։ Ամեն հայի, իդեպ ասեմ, մենք հայերս շատ տաղանդավոր ենք, դա արդեն ասում եմ, որովհետև տեսել եմ։ Այդ տաղանդը պետք է մենք տարածենք։ Ինձ հաճախ հարց են տալիս, ինչպես եք ստեղծում հիթ երգեր, կարող եք արդյոք կանխագուշակել երգը կունենա հաջողություն, թե չի ունենա։ Գիտեք ինչ է hitmaker, ասենք այսօրվա շատ տարածված տերմին է։ Ամբողջ աշխարհում կան hitmaker-ներ, որոնք երաժշտական նմուշներ են ստեղծում, սկսած DJ-ական ռիթմերից լուփեր են ասում դրանց, մինչև pop երգեր կամ rock եւ այլ եւ այլն։ Եվ այդ երգերը շատ կարճ ժամանակում ամբողջ ռադիոներով, հեռուստատեսությամբ ամենտեղ հնչում են։ Ես ինձ չեմ համարում hitmaker, ոչ մի դեպքում։ Ես ավելի շատ կողմնակից եմ, որ ստեղծագործողը ստեղծում է մնայուն արժեքներ, այսինքն միտքը իր ստեղծագործական շատ ավելի առաջ է նայում, շատ ավելի խորն է նայում։ Իսկ կանխագուշակել պրակտիկորեն հնարավոր չի։ Ցանկացած կյանքը ցույց է տվել, մանավանդ այսօրվա ինտերնետային այդ բոլոր տեխնոլոգիա կյանքը ցույց է տվել, որ եթե երգը անընդհատ հնչում է, անընդհատ, ինչ է կատարվում, գիտեք, մենք ենք փոխվում, մեր ճաշակն է փչանում, հարմարվում այդ երգին, ոչ թե երգն է մեր պահանջները կատարում։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Փակեք ձեր ականջները, եթե սկզբից ձեզ երգը դուր չի գալիս։ Սա իմ խորհուրդը ձեզ։ Ինչքան էլ նա թակի, ես գիտեմ, դուրը փակեք պատուհանից ա մտնելու, պատուհան ամեն տեղից կգա այդ անճաշակ երաժշտությունը, կգա։ Բայց հավատացեք ձեր ճաշակին, հավատացեք, որտեղ ձեր ճաշակն է ամենակարևորը։ Բա ինչի է անկում ապրում մշակույթը։ Այդտենց մեկն է հանձնվում, մյուսն է հանձնվում։ Մենք մի ժողովուրդ ենք, որոնց ուզում էին դարձնեին այլ կրոնի, բայց ինչ ենք մեր ճաշակը փոխում։ Իսեն ասո, եկեք դա էլ չանենք։ Խոսելով այդ իմ hitmaker-ության մասին, կրահում եմ, որ խոսքը գնում է առաջին հերթին իմ հայրենասիրական երգեշարանին, որը սկսվեց ժամանակին Հայաստան հիմնադրամի համար գրված երգեր, ամեն տարի մի նոր երգ է գրում։ Իմ պատկերացումը հայրենասիրական երգի մասին կային իմ պատկերացումները։ Իբրև ունկնդիր։ Բայց դու ուզում ես այնպիսի մի նմուշ ստեղծել, որ գոնե մի պահ ընկնդրելուց այդ նմուշը անակնկալի կբերես քո ունկնդրին։ Օրինակ գիտեք իմ երգը Կարմիր կապույտ ծիրանագույն։ Այդ Կարմիր կապույտ ծիրանագույնը ոչ ոք չէր սպասում, որ այդ ռիթմում, այդ գույների մեջ, այդ մեղեդային անընդհատ կրկնվող նախադասության մեջ կարող է մենք բոլորս ինչ-որ նոր մեզ համար զգացում գտնենք, հաճելի եւ ցանկանանք անընդհատ լսել եւ երգել միասին մեղեդու հետ։
փորձված նույնիսկ ականջը լսելով այդ առաջին տողերը հուզվում էր։ Խնդրեմ, դա մի նոր հայացք էր հին թեմայի։ Եվ այս սկզբունքով էլ շարունակում եմ, աշխատում եմ։ Եթե չունենաս կրթություն, եթե չունենաս փորձ, եթե չունենաս անընդհատ այդ հետազոտելու նոր ինչ-որ քեզ համար նոր ոլորտներ գտնել եւ ուսումնասիրել եւ բավականություն, այդ սովը չունենաս, չես հաղթահարի այդ ճանապարհը։ Դա միայն տաղանդի խնդիր չի։ Երեխային ընտելացրել որակյալ երաժշտությանը եւ արդյոք պետք է նրան ստիպողաբար իր կամքին հակառակ տանել սիմֆոնիկ համերգների։ Շատ կարևոր հարց է, շատ։ Նույնիսկ ձեր հարցը ուղղակի դրված է հիմքերում այսօրվա իրավիճակի փոփոխման ճանապարհի։ Հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Ուղղակի խնդիրը միջև երեխան նախ ծնողը պետք է գիտակցի։ Չէ՞ որ ծնողը երբ որ երեխա է բերում լույս աշխարհ, նա գիտի, որ ինչ պետք է անի, որ երեխան չհիվանդանա, ինչ պետք է անի, որ երեխան առողջ մեծանա, սնունդ ստանա, ինչ սնունդ ստանա, չէ՞, տարբեր ծնողներ կան, որ չեն հետևում, տեսնում ենք իրավիճակը, հա։ Եթե ցանկանում ենք, որ մեր երեխան կոնկրետ երաժշտական առումով ունենա բարձր ճաշակ, ունակություններ ունենա նույնիսկ երաժշտություն կոնե ինչ որ ձևով վերարտադրելու որևէ գործիքի վրա, լսի իրոք արժեքավոր ստեղծագործություններ, փորձի իր շրջապատում սփռել այդ գաղափարները ճիշտ ճաշակ մատուցի, որ իրեն փորձեն նմանվել մյուսները եւ այլ, նա անպայման իր ծնողի կողմից ամենավաղ հասակում 3 տարեկանից, 2 տարեկանից երեխային լսացնում են։ Շատ վեբսայթներ կան, որ կարելի է գտնել եւ իմանալ, որ ասենք օրինակ Մոցարտը դա համաշխարհային արժեք է բոլոր ժամանակներում, Բախը դա համաշխարհային արժեք է երաժշտական բոլոր ժամանակ եւ այլ։ Եվ հավատացնում եմ ձեզ, եթե նույնիսկ ծնողին տհաճ է այդ լսել, նա կարող է ականջները փակել, բայց երեխան եթե հենց սկզբից սկսի սնվել այդ երաժշտությունով, այդ երեխան հաստատ հետո կունենա ձգտում Մշակույթի եւ արվեստի զարգացումը ստեց ինչքանով է կախված սոցիալական եւ կենցաղային գործոններից։ Գիտեք ինչ, քիչ առաջ անուններ տվեցինք Մոցարտ եւ այլն։ Զարմանալի է, բայց ամենատևողական եւ ամենաբարձր երաժշտական, ոչ միայն երաժշտական, համընդհանուր մշակութային արժեքները մարդկային պատմության մեջ ստեղծվել են շատ վատ սոցիալական պայմանների ժամանակ։ Սովի ժամանակ ստեղծվել են աղքատության մեջ, որևէ մեկը օրինակ Վան Գոգի կյանքը ուսումնասիրել է, կամ կարդացել է, եւ վստահ եմ կարդացել եք, դե արդեն ուրեմն հասկանում եք ինչը։ Հակառակը կասեմ, դուք այս տարվա օրինակ Գրեմի շահողներին որևէ լսել եք, այդ ինչ խայտարական կոմ է։ Այնպես որ այդպեսի կարող ենք հետեւություն անել։ Սոցիալական զարգացումները, եթե շատ զարգանում, հղպանում, հարստանում է, լավանում է կյանքը, մեկը տեսնում ես մարդը մոռանում է, որ լավ երաժշտություն կար։
Ըստ ձեզ, ինչ է հայկական երաժշտություն եւ ընդհանրապես արտասահմանում կոնկրետ փարթիների, հավաքույթների ժամանակ ինչ երաժշտություն են նախընտրում հայերը։ Ինչ է հայկական երաժշտություն, ինչ է հայ, սկսենք դրանից։ Ինչ է մեր ինքնությունը, մեր ID-ն որն է, այդ շատ լուրջ հարց է։ Ու ես հիմա Հայաստանում եմ այդ պատճառով։ Սա ստրատեգիկ հարց է։ Այսինքն դրսից որ նայում ես, ինչն է որ լեզուն լատիներեն ենք օգտագործում վաղուց։ Մենք մեր գրերը չենք օգտագործում։ Կրոնը, արդյոք մենք բոլորս քրիստոնյա ենք։ Այնքան հարցականներ կա, ու դրանք խորանում, ինչն ենք փորձում, ինչն ենք ստուգում։ Գիտեք ինչ, պատերազմների ժամանակները, Տիգրան Մեծի ժամանակներ, արել է, Տիգրան Մեծը ամենաշատ կարողացել է անել այն ժամանակները, այն միջոցներով, ոնց կարելի էր պահել ինքնություն։ Ուժով, բրծավետ։ Հիմա շատ ավելի խորամանկ աշխարհում ենք ապրում։ Հիմա այնքան շատ են ձևերը ոչնչացնել ժողովուրդ, այնքան շատ են։ Մեր երաժշտությունը, մենք ալարում ենք մեր երաժշտությունը վերցնենք ու շարունակենք մեր նախնիների մտքի, երաժշտական մտքի թելը մենք ալարում ենք շարունակենք։ Ինչի անենք, եթե կա արդեն շատ լավ կպչան նմուշներ մեր հարևան երկրներում եւ երգել ուրախանալ մտածելով դա է մեր մշակույթը։ Իրոք մտածում են, մեծամասնությունը մտածում է մեր հայերի, որ դա է մեր երաժշտությունը։ Մեր պատմությունը գոռում է, ճչում է, որ մենք իրոք ունենք շատ հետաքրքիր ինքնություն այս մոլորակի վրա։ Չնայած շատ փոքրաթիվ ենք, սակայն փոքր ենք, բայց մշակույթ ունեցել ենք, պատմություն ունեցել ենք, շատ հետաքրքիր ամեն ինչ ունեցել ենք, որը որ ցավոք սրտի այսօր իրականությանը չի համապատասխանում։ Դա ընդհանրապես պատմություն է։ Այսօրվա իրականության մեջ հայ երաժշտությունը մենք գիտենք որն է, դա այն է ինչ որ ամենտեղ ամենուրեք հնչում է։ Դա համարվում է հայ երաժշտություն։ Փառք Աստծո, որ գոնե ժամանակին մեր եկեղեցու հայրերը գոնե այնպիսի դրվածք դրեցին, որ գոնե հոգևոր արժեքները քիչ թե շատ պահպանվում են։ Հիմա պետք է վերականգնենք, պետք է սկսենք դպրոցներից։ Հայը ունի ինքնություն, միայն քիթը չի որ տարբերում, կամ միայն աչքերը չի որ տարբերում։ Դուք ասացիք, որ մեր այսօրվա ռաբիզ երաժշտությունը չեք պարսավում, որովհետև լսարանն է տարբեր ընդհանրապես։ Այս ցանկանում եմ իմանալ, դուք մեր այսօրվա ռաբիզ երաժշտությունը համարում եք որպես մեր ժողովրդականի, գուսանականի աղավաղված տարբերակը, ասենք թուրքական մելիզներով եւ այլն, թե մենք ինքներս նաեւ արևելյան ազգ ենք, ի սկզբանե եղել է այդ ռաբիզը մեր մեջ։ Ինչ շատ հետաքրքիր։ Ահա։ Շնորհակալություն։ Ոչ մի դեպքում դա մեր ժողովրդական ֆոլկլորի եւ ոչ մի դեպքում մեր գուսանական աշխարհական երաժշտության աղավաղումը չէ, որովհետև ինքը այստեղից չի ծնվել, ինքը դրսից ներմուծվել է։ Կա դեպքեր կա, օրինակ Արգենտինայում ինչ են անում, ամերիկյան փոփ երգերը, հայտնի հիթերը թարգմանում են իսպաներեն ու դառնում են իրանց մոտ իրանց հիթերը։ Նույն բանն էլ ստեղ է, այդքան բան։ Ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, մնացածը մեր տգիտությունն ընդամենը։ Առաջ Բաքու էին լսում, գիտեք, ամեն օր ժամը 7-ին բոլոր Բաքու են լսում։ Ու հնարավոր չէ գողանալ այնպես, որպեսզի չիմանան, վայ, այս մեր երգն է ախր, այս մեր Զեյնաբի երգն է։ Իսկ հիմա շատ բարենպաստ պայմաններ ու գնաց։ Հետո խորացան այս ինտերնետը եւ բանը գնում են դեպի Հնդկաստան, Պակիստան, ունես տեղեր են փորփրում, ու ցավոք գոնե ախր լավ բաներ վերցնեն, գոնե հետաքրքիր կան, պատահում են լավ երգեր, պատահում են հետաքրքիր կառուցվածք ունեցող, արևելյան մշակույթը շատ հարուստ է։ Ես ոչ մի դեմ բան չունեմ, սա էլ արհեստ է, սա էլ է ձև, սա էլ է իրավունք ունի ապրելու։ Բայց մի անվանեք այն հայկական երաժշտություն, մի անվանեք, խնդրում եմ, մեղք ենք մենք։ Արայելու եմ ես ու ետեմ դառնալու եւ ապրեմ այստեղ իմ երկրում ուժեղ արայելու եմ ես ու ետեմ դառնալու իմ ծնչի դիմաց բարկս կատարած արայելու եմ ես ու ետեմ դառնալու եւ ապրեմ այստեղ իմ երկրում ուժեղ արայելու եմ
ինքնին այդ երաժշտությունը, որ հարևան երկրներից ներմուծվեց մեր ճաշակի մեջ, ինձ վախեցնում են ընդհանուր տենդենցիան, որ հավատացինք ու սկսեցինք խորացնել ու գնալ այդ ճանապարհով։ Մենք մեզ խաբելով, աչքերը փակելով իրականության վրա, սկսեցինք այդ անկումը, հասկանում եք, այսինքն վաղը ինչ է լինելու։ Վաղը մենք գնալու ենք, նմանվենք մի շատ հեռավոր ինչ-որ մի հատ տերիտորիա է, որը ոչ անդեմ, անհասկանալի մի հատ ինչ-որ մշակույթ է։ Արժեքավոր շատ գանձեր ունենք, մարգարիտներ ունենք։ Ու փառք Աստծո, որ կան դեռ անհատներ, որ էս պահում են։ Տարիներ առաջ ավելի շատ էին մարդիկ հաճախում թատրոններ, համերգների եւ այլն։ Հիմա որպես հասարակության անդամ ես կարող եմ ինչ-որ քայլ անել, որ մարդիկ սկսեն ավելի շատ հաճախել, քան հիմա։ Կարող եք անել, ու այդ քայլը շատ ավելի պարզ է։ Ասենք չկա, վատ վիճակ է, թատրոն չկա, այս չկա, այն չկա։ Դուք գիտեք մենք հիմա այն ժամանակ ենք ապրում ինֆորմացիայի։ Չեք, ես ինձ եմ նախանձում այսօրվա երեխաներին։ Կարդացեք, ժոլտի պրեսա չէ, որ ցենց Facebook-ում գալիս է, դրանք մի կարդացեք։ Դու գիտեք, որ Վիկիպեդիան է թարգմանվում հայերեն, մտեք, հեն օրը մեր խազերի մասին նենց հետաքրքիր հոդված էի կարդում, ցենց կպել էի ես այդ գրերին, հա, գրքերը ցենց թղթի վերանում են, դա նորմալ է, որովհետև Բրազիլիայում անտառ չմնաց, դա մեր էվոլյուցիայի ուրեմն հետևանք է, պետք է հիմա ամեն ինչը լինի թվային։ Աշխատեք ձեր վրա։ Եվ կտեսնեք ոնց կհարստանաք հոգով, եւ կտեսնեք, որ ինքնըստինքյան կմեռնի չար օտարամոլ արվեստը, եւ կտեսնեք ինչպես կծաղկի մեր հայ մշակույթը։ Պարոն Մարտիրոսյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեր շնորհակալություն։ Շատ կարևոր է, որ այսպես հանդիպումներ լինեն երիտասարդների հետ, որովհետև նրանք այս սրա կարիքը ունեն, ու մենք էլ ենք շատ բան սովորում։ Պետք են այս հանդիպումները, երիտասարդները մեր ապագան են։